Զավեշտ է, որովհետև իրատեսական չեմ համարում այդ բարեփոխումը ճակերտներով ասված, որովհետև չեմ պատկերացնում ինչպես կարելի է մոպեդներով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնել, արդեն իսկ մեր այսօրվա շտապօգնության ծառայության հետ կապված բազմաթիվ բողոքներ կան, սկզբից շտապօգնության ծառայությունում սկսեցին ինչ-որ ճակերտավոր բարեփոխումներ անել դիակների տեղափոխման հետ կապված, եթե ես դրան անդրադարձել եմ իմ Facebook-յան էջում մի քանի ամիս առաջ եւ անվանել դիակ ծախելու արվեստը, երբ որ դիակ տեղափոխելու համար կամ հարազատից կամ դիահերձարանից գումարներ էին ուզում, այսօր նույն պրակտիկան նաեւ կիրառում են հիվանդների տեղափոխման հարցում եւ այսօր արդեն բարեփոխում են անվանում մոպեդներով սպասարկումը, անհասկանալի է ինչպես է կատարվելու կանչերի տեսակավորումը, ինչպես են այդ մոպեդները հասնելու հիվանդի գտնվելու վայրը համապատասխան բժշկական սարքավորումներով եւ դեղորայքով, որովհետեւ առաջինը բուժօգնություն ցույց տալուց առաջ պետք է կատարվի ախտորոշում։ Եթե մենք գնում ենք բացառապես անհետաձգելի առաջին շտապ բուժօգնության հետ կապված, այդ անհասկանալի է, մենք այդտեղ ժամանակ ենք կորցնելու կարիքի դեպքում, մինչև հասկանան ինչի հետ գործ ունեն եւ կանչեն շտապօգնության մեքենան եւ լիքը տեղ պրիմիտիվ հարցեր կա, որ պետք է քննարկվի, օրինակ, ինչպես են մոպեդներում պահպանելու համապատասխան դեղորայքները, ինչպես են համապատասխան սարքավորումները տեղափոխելու, ինչպես է եւ վերջի վերջում մասնագետների խնդիրը։ Մենք այսօր ունենք լուրջ միջին բուժ պերսոնալի դեֆիցիտ հանրապետությունում, ովքեր են լինելու այդ մոպեդների ղեկին նստածները, որոնք կատարելու են առաջին անհետաձգելի բուժ օգնությունը։ Ինձ համար սա անհասկանալի է եւ վերջի վերջո անլուրջ է, հերիք անլրջացնենք մենք այն ծառայությունները, որոնք տարիների ներդրում ունեն, խնդիրներ ունեն, փորձեր ունեն, այսինքն մենք բնակչության աչքին սկսում ենք արդեն անլրջացնել սպիտակ խալաթը, մոտեցումները եւ այլն։ Այո, միջազգային պրակտիկայում կա նմանատիպ մոտեցում, երբ որ փոքր մեքենաները առաջի բուժօգնության պտտվում են քաղաքում եւ կանչի դեպքում առանց կանչի իրանք մոտակա, եթե լինում է մոտակա կանչ, մոտակա տեղում, իրանք արագ արձագանքում են, արագ են մինչև իրավիճակը գնահատվի, շտապօգնությունը մոտենան, դա միջազգային փորձը կա, բայց դրանք մոպեդներ չեն, դրանք փոքր մեքենաներ են, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, որտեղ հնարավոր է եւ դեղորայքի պահպանումը եւ բժշկական սարքավորումների պահպանումը։ Մենք գիտենք, որ այսօր շտապ բժշկական օգնության մեքենան հատուկ կահավորման պայման պահանջ ունի, այդ պայման պահանջներում բավականին հագեցվածություն պետք է ունենա, եթե մենք տարանջատում ենք, սա համարում ենք ոչ շտապօգնության ծառայություն, այլ որոշակի նախաբժշկական ինչ-որ ծառայություն, ապա այդ նախաբժշկական ծառայությունը ինչ ծավալով պետք է լինի, եթե այդքան էժանացնում ենք եւ այդքան պրիմիտիվացնում ենք, ապա ես կարող եմ հակառակը հակադարձել, որ ցանկացած մեքենայի բեռնախցիկում կա առաջի բուժօգնության տուփը եւ ցանկացածը, որը որ այդ պահին կտեսնի, որ այդտեղ խնդիր կա, այդ տուփով կարա առաջի բուժօգնությունը ցուցաբերել, միջով շտապօգնության հասնել։ Սա բարեփոխում չի, սա ինչ որ հերթական անլուրջ, այսպես ասած, ցուցադրական մի գործողություն է, որը որ անհասկանալի է ինչով կավարտվի։ Եվ եթե սա մենք բարեփոխում ենք անում Երևան քաղաքում, ինչքանով որ ես հասկացա, մենք ունենք հիմնականում դրված այսպիսի հիմք, որ բոլոր չափորոշիչները եւ սպասարկման տեսակները առողջապահության նախարարությունում են ստեղծվում եւ Հայաստանի Հանրապետության բնակչությունը կապ չունի իր ապրելու վայրը ինքը
գտնվում է նույն բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման իրավունքի մեջ, ահառու, եւ ես չեմ պատկերացնում, օրինակ, ինչպես պետք է այս բարեփոխումը տարածվի նաեւ մարզերի վրա, որովհետեւ եթե մենք իրավական ակտը ստեղծում ենք հանրապետության համար, հա, եթե որոշում են, որ պետք է նաեւ նմանատիպ ծառայություն լինի, բացի շտապ օգնությունից, չեմ հասկանում ինչպես է դա արվելու մարզերում, եւ այստեղ մի հատ ավելի լուրջ խնդիր ունենք, օրինակ դիսպեչերները մարզերում հաճախ անգամ բուժքույրեր չեն, որովհետեւ դիսպեչերների համար չկա պահանջ բժշկական կրթության, այո, Երևանի քաղաքի շտապ օգնության կայանում գուցե մասնագետներ են նստած, բայց մարզերում մենք այդ խնդիրներ ունենք, ինչպես է տարանջատվելու կանչը, այսինքն ինչպես է ոչ մասնագետը հեռախոսի այն կողմում նստած որոշելու դա ընդամենը թեթև արտահայտված խնդիրներ են հիվանդի մոտ, թե սրտամկանի սուր ինֆարկտ կամ ինսուլտ է, այսինքն նմանատիպ խնդիրների տարանջատումը ինչպես է լինելու։ Այսինքն ես մեկ բառով սա որակավորեմ, որ հերթական անլուրջ մոտեցումն է առողջապահական համակարգի, առողջապահական խնդիրների լուծման համար։